Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով։ Պարոն Մեհրաբյան, եկեք հարցազրույցը սկսենք J.D. Vance-ի Հայաստան եւ միաժամանակ նաեւ Ադրբեջան այցից։ Ընդհանուր առմամբ նախ ինչպես հասկանալ այս այցը, հետո կխոսենք նաեւ համագործակցությունների մասով, թե հայկական կողմի հետ, թե ադրբեջանական։ Նախ այն, որ սա պատմական իրադարձություն է, որովհետև անկախ Հայաստանի պատմության մեջ Միացյալ Նահանգների փոխնախագահ չի այցելել Հայաստան։ Պետքարտուղար է այցելել, այլ պաշտոնյաներ, բայց ոչ նախագահ կամ փոխնախագահ, ինչը վերջինիս պարագայում հիմա տեղի կունենա փետրվարի 6-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն Միլանի ձմեռային օլիմպիադայի հանդիսավոր այդ բացման եւ Մյունխենի կոնֆերանսի արանքում, այդ մի շաբաթվա ընթացքում նա լինելու է Եվրոպայում եւ այդ ընթացքում կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։ Այս այցը ըստ էության տրամաբանական շարունակությունն է 25 թվականի հունվարի 14-ի օգոստոսի 8-ի 26 թվականի հունվարի 14-ի Վաշինգտոնյան հանդիպման այդ պայմանավորվածությունների շարունակությունն է եւ այս այցը ըստ էության նշանավորվելու է նոր փաստաթղթերի ստորագրմամբ, փաստաթղթեր, որոնք ուղղակի միտված են չափազանցություն չի ասելը առաջիկա մեկ դարի համար ու սա ոչ թե այսպես ֆիգուրալ ռետորական հնարք է, այլ ուղղակի կոնկրետ ժամկետներ են նշված, համենայն դեպս թրիպի հետ կապված, դա իսկ մնացածն էլ հարակից ուղղություններով այդ զարգացումները եւս ընթանալու են։ Միացյալ Նահանգներն ըստ էության ամերիկյան եւ ոչ միայն ամերիկյան բիզնեսին ազդակ են ուղղել Հայաստան գալու ներդրումներ անելու համար եւ ազդակն էլ այն է, որ այս ամենը Միացյալ Նահանգների երաշխիքների ներքո է, պետական երաշխիքների ներքո է եւ սա ներդրում է խաղաղության գործընթացի մեջ։ Ընդ որում սա արվում է նաեւ համաձայնության գալով Ադրբեջանի հետ երկկողմ եւ եռակողմ Միացյալ Նահանգներ Հայաստան Ադրբեջան պայմանավորվածությամբ։ Սա շատ կարևոր խթան կհանդիսանա բազմաթիվ խնդիրների լուծման ճանապարհին, խնդիրներ, որոնք տասնամյակներով Հայաստանում չէին լուծվում հայտնի պատճառներով, բացի դրանից էլ Հայաստանին ներքին կարողություններով կոշտի, որպեսզի Հայաստանի դիմակայունությունը բարձրանա եւ Հայաստանի սուբյեկտայնությունը որպես պետություն եւս բարձրանա։ Սա ուղղակի պատմական իրադարձություն է կրկնեմ եւ պետք է շատ լավ հասկանալ, քանի դեռ տաք ենք հիմա մի քիչ դա վաղաժամ խոսակցություն է, բայց մենք հիմա մի քիչ պետք է վերահաշվարկ կատարենք մեր տնային աշխատանքների պլանների, որովհետև Հայաստանն ինքը նաև կարողություն պետք է ունենա այս հնարավորություններն օգտագործելու համար։ Սա ուղղակի շատ մեծ տեղաշարժեր խոստացող գործընթաց է եւ Հայաստանը պետք է այս ամենը կառավարելու կարողություն ունենա ներսում։ Համակարգային խնդիր է սա, ոչ թե դա պայմանավորված է անձանցով կամ առանձին պաշտոնյաներով։ Սա պետության խնդիրն է, ոչ թե առանձին պետական ինստիտուտների։ Իհարկե, այս process-ը պետք է գլխավորի օրվա կառավարություն, ուզենք թե չուզենք, սերտ, շատ սերտ համագործակցությամբ, թե
բիզնես ընկերակցության հետ, թե հասարակական կազմակերպությունների հետ, թե հասարակության ակտիվ շրջանակների հետ, թե քաղաքական դասի հետ, ի վերջո։ Պարոն Մերհաբյան, հասկանանք նաև թե միջուկային համագործակցությունը ինչ կարող է ենթադրել, գիտեք, տևական ժամանակ է խոսակցություններ կան ատոմակայան կառուցելու հետ կապված, արդյոք մենք կարող ենք ենթադրել, որ այս համագործակցությունը հետագայում հենց ատոմակայանի շուրջ է լինելու։ Բայց ինչի համար ենք այս խոսակցությունն էլ ինչի համար է, եթե պետք է սա չավարտվի համաձայնագրով նոր ատոմակայաններ կառուցելու մասին, որում մեկն էլ չէ, էլի, մի քանի հատ, որովհետև մենք մեկով հաստատապես չենք բավարարվելու, Հայաստանը անխուսափելիորեն կանգնած է լինելու պահանջարկի կայուն աճի իրողության առաջ։ Եվ այդ պահանջարկը բավարարելու համար քայլեր են անհրաժեշտ, իսկ այստեղ ատոմային էներգետիկան Հայաստանի պարագայում ուղղակի այլ ընտրանք չունի։ Հայաստանը պետք է զարգացնի թե ատոմային էներգետիկան, թե արևային էներգետիկան։ Եվ նաև մեծացնի կարողությունները հարևանների եւ ավելի հեռավոր երկրների հետ էլեկտրաէներգիայի փոխանակման, վաճառքի, արտահանման, ընդ որում երկկողմ, որովհետև օրինակ եմ ասում, մենք գիտենք կենտրոնական Ասիայում շատ ավելի շուտ է մթնում, քան մեզ մոտ եւ այնտեղ մութը ընկնելուն պես, այստեղ այդ արևային էներգիայի զգալի մասը կարելի է ուղղել այնտեղ։ Պարոն Մերհաբյան, տեսեք, արդեն Ամերիկա-Ադրբեջան համագործակցության մասով այնտեղ ռազմական կոմպոնենտ կա, ինչը գիտեք, որոշակի դիսոնանս է առաջացրել հատկապես ընդդիմության մոտ։ Արդյոք տեղին են այդ մտահոգությունները, այսինքն որ տեսեք, զինում է Միացյալ Նահանգները Ադրբեջանին։ Լսեք, եկեք մի հատ նորից մի հատ սառենք հասկանանք ինչի մասին է խոսքը։ Խոսքը վերաբերվում է Միացյալ Նահանգների աջակցությանը Ադրբեջանի ռազմական կարողություններին Կասպից ծովում։ Սրա մասին է խոսքը։ Սա շատ կարևոր աջակցություն է մի պատճառով, որ այսինքն Ռուսաստանից եկող վտանգներ ըստ էության։ Իհարկե, որովհետև կենտրոնական Ասիայից եկող եւ կենտրոնական Ասիա գնացող այդ ողջ ապրանքային հոսքերը Կասպից ծովով պետք է ընթանան, եւ եթե Կասպից ծովը, որը այս պահի դրությամբ ռուսական ուժային գերակայության բացառիկ գերակայության գոտի է եւ այդտեղ Ռուսաստանը հնարավորություն ունի եւ իրացնի այդ հնարավորությունը վնաս պատճառելու այդ կոմունիկացիան խզելու համար, դա Հայաստանի ձեռնտու է, թե չէ։ Իհարկե ոչ։ Հետևաբար այդ կարողություններն էլ պետք է կարողությունները ոչ տված լինի երկու երկիր՝ Ադրբեջանը եւ Ղազախստանը։ Հիմա Միացյալ Նահանգները հենց այդ ուղղությամբ է իր աջակցությունը ցուցաբերում Ադրբեջանին։ Հիմա նորից հարց են տալի, դա լավ է թե վատ։ Լավ է, նշանակ։ Դե մնացած խոսակցությունները լիրիկա են առանց ֆիզիկայի։ Պարոն Մերհաբյան, խոսենք նաև վարչապետի Դավոս այցելությունից, նաև Թրամփի հայտնի խաղաղության խորհրդի մասով։ Տեսեք, այստեղ էլ նախ քննադատությունները մի քանի շերտի էին բաժանվում, որոշ ընդդիմադիր գործիչներ խորհրդարանական ընդդիմության մասին է խոսքը, նշեցին, որ կառավարությունը հսկայական գումարներ է ծախսում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը պարզապես գնա Դավոս, նստի Թրամփի կողքին, լուսանկար ունենա եւ հետո այդ լուսանկարով հպարտանան իշխող ուժի ներկայացուցիչները, որոշ քննադատներ էլ ասացին, որ խաղաղության խորհրդին է մասնակցում այն դեպքում, երբ Եվրամիության մի շարք երկրներ հակասություններ են տեսնում դրա եւ ՄԱԿ-ի միջև եւ անգամ այստեղ արդյոք չի հակադրվում Եվրամիության երկրների հետ։ Հիմա արդյոք տեղին են այս մտահոգությունները։ Այս մտահոգությունները տեղին են այնքանով, որքանով այս խաղաղության խորհուրդը ինքնին ավելի շատ հարցեր է առաջացնում, քան տալիս է պատասխաններ։ Այսինքն այդ ընդհանուր մտահոգությունների շրջանակում մտահոգությունները միանգամայն տեղին են, որովհետև նախ պարզ չի, դա ինչպես է աշխատելու։ Մեկ երկրորդը այս խորհուրդը ստեղծվել է
որպես միջոցառումներից մեկը Գազայում խաղաղություն հաստատելու այս գործընթացի երկրորդ փուլ որպես առաջին փուլը դա կրակի դադարեցում, այն տերորիստների կողմից այդ պատանդների ազատ արձակում, ընդ որում կամ ողջ կամ դիակները, որից հետո պետք է անցնեն երկրորդ փուլին եւ այդ երկրորդ փուլի ընթացքում այո նաեւ այս խորհուրդը պետք է ստեղծվի։ Տրամպը փորձեց դրան տալ գլոբալ չափում։ Ահա այդտեղ նա քան էլ համախոհներ չգտավ եւ Հայաստանին ու Ադրբեջանին հրավիրելով խաղաղության խորհուրդ պարզա չէ որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ բան չունեն Գազայում անելու։ Բայց Հայաստանն ու Ադրբեջանը երևի թե Տրամպի քաղաքականության, այսպես ասենք, հաջողության պատմությունն են մարմնավորում եւ այդքանով արժևորվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայությունը այս խաղաղության խորհրդում։ Դե հետո ինչ կլինի կապրանք կտեսնենք, ինչ վերաբերվում է փողերին, դե գիտեք ինչ էս ցանկացած միջազգային այց ունի, ասենք, կախված հեռավորությունից, հա, ինչ որ ծախսեր է ենթադրում, դե սա էլ այդ շարքից է եւ ոչ ավել ոչ պակաս։ Ծախս չկա, այսինքն Հայաստանը չեմ կարծում, չեմ պատկերացնում, որ այն 1 միլիարդ վճարի այդ մշտական անդամ դառնալու համար, եթե այսպես ասենք, այլ վերաֆորմատավորումներ չլինեն այստեղ։ Վերջո շատ մի կարևոր իրադարձություն էլ եկեք մենք բաց չթողենք, որ ավելի վաղ հրապարակվել էր Միացյալ Նահանգների ազգային անվտանգության դոկտրինը, չէ՞, իսկ հենց 2 թե 3 օր առաջ նաև պաշտպանական դոկտրինը Միացյալ Նահանգների։ Ըստ էության մենք այստեղ տեսնում ենք հետևյալը, որ Միացյալ Նահանգները ուղղակի հրաժարվում է միանձնյա իր հաշվին շարունակել ապահովել այն երաշխիքները, որը ինքը ապահովում էր մինչև հիմա։ Հիմա ավելի շատ Միացյալ Նահանգները միտված են այսպես ներառականության սկզբունքով այս դաշնակիցների անվտանգության, հա, ռազմական անվտանգության ապահովման հարցում ներգրավել հենց իրենց դաշնակիցներին, հենց այդ 5% ռազմական ծախսերի այդ պայմանավորվածությունն էլ հենց դրա մասին է։ Եվ մնացածն էլ այո Միացյալ Նահանգները նաև իր կարողությունները, պաշտպանական կարողությունները, որի շահառուներն են դաշնակիցները, փորձում է կապիտալիզացնել։ Դա էլ մենք տեսնում ենք Ուկրաինայի պատերազմի պարագայում։ Միացյալ Նահանգներն ասում են, հա մենք ձեզ ամեն ինչ էլ կտանք, բայց ոչ թե կտանք ձրի, այլ եվրոպացիները, որում նա ասելով, որ Ուկրաինայում պատերազմը առաջին հերթին դա Եվրոպայի խնդիրն է, Եվրոպան էլ կվճարի դրա համար, ես էլ ինչ ուզեք կտամ, ինչքան ուզեք կտամ։ Սրա մասին է խոսքը։ Տրամաբանությունն այսպես ես չեմ ուզում քննարկել սա որքան կտևի եւ որքան կենսունակ կլինի այս տրամաբանությունը հաշվի առնելով այն մասշտաբները մարտահրավերների, որոնք կան եւ այնպես չէ որ սա միայն Եվրոպայի խնդիրն է եւ միայն Եվրոպայի խնդիրը պետք է լինի։ Բայց այնուամենայնիվ այս պահի դրությամբ պատկերացումը դա է, վաղը ինչպես կլինի կապրանք կտեսնենք։ Այս ամենն էլ հաշվի առնելով, ել եմ ասում, Հայաստանը միանգամայն adekvat է իրեն դիրքավորում եւ մի բան էլ ուզում եմ ավելացնել, հենց սրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ Եվրոպայում շատ կոնկրետ խոսակցություններ են գնում նոր եվրոպական ռազմական դաշինք ձևավորելու մասին առանց Միացյալ Նահանգների, բայց Ուկրաինան ներառյալ։ Հաշվի առնելով նաև այն, որ պաշտպանական եւ անվտանգային ընդհանուր շահերի վրա հիմնված այսպես դարի համաձայնությանը ձգտում Եվրոպան Հնդկաստանի հետ, ապա շատ կարևոր է այստեղ ֆիքսել, որ այդ գործընկերությունը
հնարավոր է դառնում նաև հարավային Կովկասի միջոցով, որովհետև այդ շահերը նաև համադրվում են մեզ մոտ։ Այստեղ Հայաստանը շատ կարևոր երկխոսության օրակարգ ունի Եվրամիության հետ, որը պետք է առաջիկայում իրացնի։ Եվ սա չի հակասում Միացյալ Նահանգների հետ մեր ունեցած հարաբերությունների խորացման շահին։ Սա եւս պետք է ֆիքսել։ Որքան էլ որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան ունեն հակասություններ, չգիտեմ, Գրենլանդիայում, Ուկրաինայի հարցում, փիլիսոփայական հակասություններ, հա, եւ թյուրընկալումներ փոխադարձ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցում այդ շահերը ոչ միայն չեն հակասում, այլև լիովին համընկնում են եւ փոխ լրացնում։ Սա իհարկե համընթաց քամի է հայկական դիվանագիտության համար։ Վերադառնանք ներքաղաքական զարգացումներին, պարոն Մերհաբյան, շատ հասկանալի է, որ այս քաղաքականությունը, որի մասին խոսում ենք նաև Եվրամիության, Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների այս բռնած ուղին ճանապարհը շարունակականության առումով որոշվելու է նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքով, որովհետև տեսեք, Նարեկ Կարապետյանը վերջերս հանրայինում մեծ հարցազրույց տվեց եւ ըստ էության ասում է, որ նախ Սամվել Կարապետյանը, քանի որ շատ հաջողված բիզնեսմեն է, կարող է գալ եւ Հայաստանում տնտեսական իրավիճակ փոխել, տնտեսությունը զարգացնել, հետո հասկանալի է, որ հապկին պետք է ինչ-որ մեխանիզմներով ստիպեն, որպեսզի հապկը պատժի Հայաստանի տարածք մտած ադրբեջանցիներին, հապկի իր գործառույթները կատարի, հետո վերադառնան հապկ եւ հետո նաեւ թրիփի մասով, խաղաղության համաձայնագրի մասով պետք է երկրորդ երաշխավոր կողմ գտնեն։ Պարզա չէ, որ երկրորդ երաշխավոր կողմը օրինակ չի լինելու, ենթադրենք Վրաստանը։ Խոսքը գնում է Ռուսաստանի մասին, իհարկե պարոն Կարապետյանը ակնարկեց նաև Չինաստանի մասին, չգիտեմ ինչպես է դա հնարավոր։ Հիմա հասկանանք ինչի մասին է խոսքը։ Սա քաղաքական ալքիմիայի ժանրից է, հա, հիշում եք միջին դարերում տենց մարդիկ կային 300 տարի զբաղված էին սովորական մետաղը ոսկու վերածելու տենց ինչ-որ փորձերով։ Իհարկե նրանք շատ գյուտերի հեղինակներ դարձան, որովհետև այդ փորձերը շատ հետաքրքիր բաներ գիտության մեջ մետալուրգիայում բացեցին, բայց իրենց այդ բուն խնդիրը նրանք այդպես էլ չլուծեցին, որովհետև հնարավոր չէր այդ խնդիրը լուծել, դա չլուծվող խնդիր է։ Ըստ դրա համար էլ քիմիա չի, այլ ալքիմիա, հա։ Դա մեկ։ Երկրորդը լավ բիզնեսմենը կարող է լավ զարգացնել իր բիզնեսը։ Մանավանդ բիզնեսմեն, որը ունի մեծ կարողություններ, դա խոսում է իր բիզնեսի զարգացնելու ընդունակությունների մասին, բայց ինչ վերաբերում է պետության տնտեսությանը, այստեղ տնտեսական քաղաքականության մասին է, պետության տնտեսությունը դա բիզնես կառույց չի։ Դա համակարգ է, որը կառավարվում է տնտեսության ոլորտում քաղաքական որոշումներ ընդունելով, կորպորացիա չի, էլի։ Հասկանում եք։ Չնայած հասկանում ենք ամերիկյան կորպորացիաների հետ համեմատած Հայաստանի տնտեսության ծավալները թվային պարամետրերով, իհարկե ասեմ, մի ֆիլիալի չափ է, ասենք Nvidia-ի հետ համեմատած, որի ընդհանուր կապիտալիզացիան կազմում է Լեհաստանի տնտեսության հնգապատիկը, հա։ Դե Հայաստանինն է շատ ավելի փոքր է, բայց դա չի նշանակում, որ ասենք բիզնեսմենը պետք է կառավարի։ Պետք է կառավարի քաղաքական գործիչը։ Այո, տնտեսագիտական իր պատրաստությամբ խորանալով այդ ամենի մեջ, բայց ոչ բիզնեսմեն։ Դրանք հակոտնյա տրամաբանություններ են։ Մեկ, երկրորդը ինչ վերաբերվում է երկրորդ երաշխավորին։ Գիտեք ինչ, ոնց որ երկրորդ երաշխավորի անուն չէին տալիս, երբ Հայաստանը կքած էր ռուսական լծի տակ եւ ամեն ինչը Ռուսաստանի միջոցով էր անցնում, իսկ արտգործնախարարությունում էլ նստած էին Լավրովի ժուչոկները։ Բայց հիմա արի ու տես միանգամից երկրորդ երաշխավոր են ուզում այն պայմաններում, երբ դա ուղղակի հնարավոր չի։ Չկա այնպիսի երկրորդ երաշխավոր, նախ որի կարիքն ունի Միացյալ Նահանգները, եւ երկրորդն էլ որի հետ կցանկանա Միացյալ Նահանգներն աշխատել։ Բացի դրանից էլ նա փորձում է այսպես խաղադրույք է անում այն գաղափարի վրա, որ հեսա
Ռուսաստանը Ուկրաինայում այդ պատերազմը վերջ կտան, որում իր պայմաններով, իր համար շահեկան պայմաններով եւ Միացյալ Նահանգների հետ կդառնան եղբայրներ, որոնց կդնեն ու կսկսեն համատեղ երաշխավորել ինչ որ մեկին, ինչ որ բան։ Դա չի լինելու այդ բաները։ Ռուսաստանը տարբերակ չունի իր շահերից այն ձևով, որ ձևով հիմա պատկերացնում է, այդ ձևով այս պատերազմը վերջացնել, նախ վերջացնելու ցանկություն չունի։ Եվ հենց այդ հողի վրա այնտեղ կարող են լրջագույն ներքին խնդիրներ լինել։ Այդ խաղադրույքը սխալ է։ Ինքը կարող է անձնական խաղադրույք անել, ասենք, չգիտեմ, մի տենց բուկմեյքերական ընկերությանը, ասենք, բայց դա չի կարող արվի պետության անունից։ Հասկանում եք։ Երբ մենք տեսնում ենք հանգամանքները շատ ավելի բարդ է, քան ինչ-որ տենց ադնախադով կան, էլի։ Չեղած։ Հետո հաջորդը ինչն էր այստեղ Չինաստան, ինչ Չինաստան։ Հասկացանք էլի։ Հա, հետո էլ հապկը պետք է, չգիտեմ ինչ անի հապկը։ Լենինի դամբարանում են մեռած Լենինը թե մի բան կանի, հապկն էլ կանի ոչ պակաս, ասենք, հա։ Հա, բայց նաև ոչ ավել։ Եկեք էլ եմ ասում էլի, մենք ես հասկանում եմ այդ ալքիմիան բավականին այսպես ընդարձակ խնդիրներ էր միջին դարերում դնում իր առաջ, բայց քաղաքականությունն իրականության վրա է հիմնվում, էլի։ Իսկ իրականությունն էլ այն է, որը կա, այլ ոչ թե այն է, որը դու ուզում ես, կամ որը քեզ ասել են, կամ որը քեզ ասել է, ասենք թե Սալավյովը, օրինակ, աղբորպես։ Իդեպ վերջին շրջանում կարծես թե սկսել են ավելի հաճախ ճակերտավոր ասած ասել Սալավյովը, Դուգինը, Լավրովը։ Մեկ էլ մի տենց մտքի տիտան կա Պետդումայում, որ դեմքին գրածը մուտք չկա, վխոդը нет։ Նա էլ ասում էր, որ բանա, բլիթները այլևս չեն աշխատում հետխորհրդային երկրներում, հիմա ճիպոտի ժամանակն է։ Այսինքն չեն թաքցնում, անթաքույց ասում են այն։ Եկեք ֆիքսենք մեկ ընդմիշտ։ Ռուսաստանի համար Հայաստանը եւ այլ հետխորհրդային երկրները ժամանակավորապես կորցրած տարածք են։ Դա քաղաքական ռուսի ուղեղի մեջ նստած աքսիոմատիկ ճշմարտություն։ Խնդիրը մեկն է, երբ է գալու այդ X պահը, երբ այդ թյուրիմացաբար ժամանակավորապես կորցրած տարածքները նրանք կգան ու հետ կբերեն։ Ամբողջ խնդիրն է սա։ Ընդ որում, երբ 22 թվականին Ղազախստանում այդ դեպքերն եղան եւ արդեն հապկ, բան, չէ, որ հեսա գնում ենք, կարգ ու կանոն ենք հաստատում, արդեն ռուսները մտածում էին, որ արդեն գալիս է այդ X պահը։ Հիշեք, Ուկրաինայի վրա հարձակումից առաջ մի ցուրտը տարած փոխարտգործնախարար ունեն, ինչ էր ասում ՆԱՏՕ-ին։ Մինչև 96 թվականի այդ գիծը ձեր փասափուսան հավաքեք եւ գնացեք այդ գծի հետևը։ Սա էր պահանջում ՆԱՏՕ-ից Ռուսաստանը։ Որում համարելու, որ ինքը կարող է էլի նման բան պահանջի, հասկանում եք, իսկ տեղ արդեն մի քանի 10 կարգի պետություններ են ՆԱՏՕ-ի անդամ, որոնք այնպես չի, որ ռուսներին պետք է հարցնեն, իրենք ուզում են ՆԱՏՕ-ի անդամ լինել, թե ոչ։ Ռուսաստանը ձայնի իրավունք չունի այդտեղ։ Բայց ռուսները համարում էին, որ ունեն։ Կյանքը ցույց տվեց, որ չունեն եւ ոչինչ չունեն եւ չեն էլ ունենալու, չպետք է ունենան։ Դե պատկերացրեք, եթե Ուկրաինային, ասենք, ճաշի ժամանակ ուտեին, մեզ դեսերտի ժամանակ թեյի քթալի վրայից կլպստեին ուղղակի եւ մտածում էին, որ լավ է էլի։ Բայց երբ որ ատամները ջարդեցին, գլուխներն էլ հետը, ողնաշարներն էլ հետը, մնում է ոռնալ, մրթմրթալ, անհոդաբաշ ձայներ արձակել, հիմար դուրս տալ։ Բայց մենք սրան շատ լուրջ պետք է վերաբերվենք շատ բարձ պատճառով։ Մտահղացումը չի փոխվել, մնացածը սուտ է։ Մեր երեսին գալիս եւ ստում են եւ ստելու են։ Բարեկամություն, չգիտեմ մեկ, չգիտեմ ինչ։ Ռուսաստանի համար մենք ոնց որ
անասունի համար կերը։ Սոված ժամանակ գա ուտի, ուրիշ ոչ մի բան։ Բայց քանի որ Կաներեք ես էլ չեմ համարում, որ հայ ժողովուրդը համաձայն է իր նկատմամբ այդ վերաբերմունքին։ Հիմա եթե դուք դա համարում եք ռուսաֆոբիա, որ մենք համաձայն չենք Ռուսաստանի այդ վեհ առաքելության հետ մեզ ես չեմ ուտելու, բայց խորհրդարանական ընդդիմություն համարում։ դե դա էլ արդեն իրենց ողորմելիությունից բացի այլ բանի մասին չի խոսում։ Եվ քանի որ պարոն Մերհաբյան, այնուամենայնիվ ընտրական տարի է, նախընտրական շրջան է, կարծես թե պոպուլիզմով հագեցած ելույթներ շատ ենք լսելու եւ որոշ ուժեր անհատներ այսպես ենթադրում եմ իրենց հույսը դրել են հանրության կարճ հիշողության վրա, բայց օրինակ Էդուարդ Շարմազանովը հետաքրքիր գրառում է արել, ասում է Սերժ հետաքրքիր։ Շատ հետաքրքիր։ Ալուս կարա ինքը հետաքրքիր գրառում կարանի, բայց որ հետաքրքիր Ասում է Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ հայոց պահանջատիրությունը պետական քաղաքականություն էր։ Իսկ Նիկոլի օրոք Հայաստանը գահավիժում է ուրանալով Արցախը հայոց պահանջատիրությունը ազգային ավանդական արժեքները երկիրը տանելով վիլայեթացման։ Դե թող գնա դաշնակցություն, այնտեղ այդ պահանջատիրության տեղը իրանց հացին խիա խփում օրինակ էլի։ Չէ, դե ես ազգային արժեքներ Այմարդ ամենակարևոր ազգային արժեքը դա պետությունն է։ Պետություն իր միջազգայինորեն ճանաչված սահմաններով եւ միջազգային հանրության լիիրավ անդամ։ Սա է ամենամեծ ազգային արժեք։ Մնացածը ածանցվում են էլի արժեք լինելով այս գերարժեքից։ Մնացածը դեմագոգիա է։ Իհարկե, դուք ճիշտ եք, առաջիկայում ընտրություններ են, պոպուլիզմի չափաբաժինը մեծանալու է, բոլոր ուժերը այո զբաղվելու են պոպուլիզմով։ Բայց ինչը բնական է։ Տրամաբանությունը ընտրական process-ի հենց դա է, չէ՞։ Պոպուլիզմով տարվելով չի կարելի թերագնահատել հայ ժողովրդի մտավոր ունակություններ։ Չի կարելի ժողովրդին համարել հիմար։ Դե դա էլ է մտավոր ունակությունների մասն էլ հիշողությունը։ Չի կարելի ժողովրդին համարել հիմար։ Ով համարում է հայ ժողովրդին հիմար, հիմարն ինքն է։ Վերջ, իսկ հա պոպուլիզմը, գիտեք ինչն է, այն համեմունքն է, էլի, որ ուտելիքի վրա, ասենք, լցնում են եւ ավելի համեղ դարձնելու համար, բայց համեմունքը չի կարող փոխարինել ուտելիքին, ոստեղ են ասել համը հանել չի կարելի, էլի։ Պարոն Մերհաբյան, արտաքին հետախուզության ծառայությունը իր տարեկան զեկույցում նշել էր, որ Հայաստանը այնուամենայնիվ ենթարկվում է հիբրիդային հարձակումների եւ այդ հիբրիդային հարձակումները 2026 թվականի խորհրդարանական ընտրություններով պայմանավորված ավելի ակտիվանալու են։ Հիմա ինչ ենթադրել եւ ինչ ասել է ակտիվանալ, այսինքն ինչ գործողություններ կարող են լինել դրանք միայն լրատվական դաշտում կարող են լինել թե ամենուր։ Ես շատ լավ հիշում եմ մեր եթերներից մեկում, ոչ վաղ անցյալի մենք տվեցինք հիբրիդային պատերազմի նախ սահմանումը գործիքակազմը, ես ցավոք սրտի հենց սահմանման մեջ ինչ է հիբրիդային պատերազմը, այնտեղ կարծում եմ հարկ չեն համարել այդ սահմանումները տալ, որպեսզի դրանից բխեցվի այդ վտանգի բնույթը։ Բոլոր ուղղություններով այո, այդ հիբրիդային ներգործությունները Հայաստանի վրա ուժեղանալու են։ Բոլոր ասելով ուզում եմ նորից թվարկել, թե տեղեկատվական, ապատեղեկատվական գործիքակազմով, թե քաղաքական դիվանագիտական, թե կոռուպցիոն լոբիստական ներսում, թե ենթակառուցվածքային եւ էներգետիկ, թե հետախուզադիվերսիոն, այդ թվում նաև տերորիստական, նվազել է իհարկե սահմանափակ ռազմական գործողությունների հավանականության տարը, ինչը էլի կա այդ զեկույցում, եւ ես համաձայն եմ դրա հետ, որովհետեւ ավանդաբար Ռուսաստանի կողմից մեր դեմ տարվող հիբրիդային պատերազմը, որը ոչ թե նոր է սկսել, այլ գալիս է շատ վաղուց, հենց Ելցինի կառավարման օրոքել, որովհետև Ռուսաստանը համարում էր սովետը որ փլվել է, դա փլվել է ժամանակավոր, հեսա իրենք կգնան մի քիչ կուժեղանան, հետո
կամաց կուդավիձենիցես էլի մեկա գալու եք մեր գիրկը մի X պահի էլ արդեն դնենք էլ ձևական բաները դնենք գցենք մի կողմ։ Ինչը ասենք որպես պոլիգոն օգտագործում էին Բելարուսը, իսկ որոշ հարցերում էլ նաև Հայաստանը։ Բելարուսի այդ էքսպերիմենտը մինչև հիմա բելարուսների քթից է գալիս, իսկ մենք էլ հեղափոխությամբ մերժելով այդ էքսպերիմենտը, բայց սա շուտով 8 տարին կլրանա, տենց էլ մինչև վերջ գործը գլուխ չենք կարողանում բերենք, որ դրա հետևանքները մնում են չհաղթահարված Հայաստանի կողմից, այդ այլանդակության, որը 20 տարի մեր պետության գլխին բերել են եւ ավելի վաղել։ Հետևաբար այդ հիբրիդային պատերազմը Ռուսաստանը միշտ զուգորդում էր Ադրբեջանի զինված ուժերի գործադրման, այսպես մի քանի տարբերակներով։ Եվ այդ ամենն ավելի ազդեցիկ դարձնելու համար 2010 թվականից սկսեց զինել հարձակողական զենքով եւ Հայաստանին սպառնել Ադրբեջանի պատերազմով։ Եվ դրա արդյունքը մենք տեսանք 2013-ի սեպտեմբերի 3-ի այդ վթարը, հա, երբ වෙնում էիք ցիտում։ Շարմազան։ Հա բա շեֆիտ մի հատ ասա, 2 ժամվա մեջ այդ ոնց եղավ, որ նենց 4 տարվա բանակցածը շպրտեցիք մի կողմ։ Ու այդ ոնց եղավ, որ եվրոպացիներն էին մեղավոր։ Այսինքն չէի կարդում, դե ինչա գրած։ Եվ այլն։ Հետո վերջում էլ սկզբից իբր պատերազմ չստանալու համար պատերազմի եւ խայտառակության միջև ընտրեցիք խայտառակությունը, բայց ստացաք եւ խայտառակություն եւ պատերազմ։ Մինչեւ հիմա մենք այդ թրաֆիկինգը չենք կարողանում երկիրը դուրս բերել այդ վիճակից, այս ԵԱՏՄ-ներից, այս մեկից մյուսից։ Հիմա էլ մեզ Լավրովը էլի խելք է սովորացնում։ Բա դուք գիտեք, չեք կարող համատեղել։ Ստեղ են ասել, լավա ասեցիր։ Այսինքն այն ինչի մասին խոսում է արտաքին հետախուզության ծառայությունը, մենք ըստ էության տեսնում ենք։ Այո։ Այո, մենք ոչ միայն տեսնում ենք, մենք տեսնելու ենք դա, բայց ես նաև պետության կողմից շատ ավելի համակարգված, համակարգային քայլեր եմ տեսնում։ Մի հատ նայեք Երևանում անցեք, մի քիչ էլ սոցիալական ցանցեր նայեք, այսպես նշաններ են, որ Հայաստանում սկսել է պտտվել մեծ քանակի քաղաքական փող։ Հարց եմ տալիս, դա որևէ տեղում հաշվառված է դա թե չէ, պետականորեն։ Հարց ասա։ Այդ ինչ օֆիսներ են բացվում, որտեղից այդ փողը։ Ուզում եմ հիշեցնել, որ Մոլդովայում էլ նույն բանը փորձ արվում իրականացնել, բայց սկսեցին այդ փողերը բռնել։ Հարց եմ տալիս, պետությունը խնդիր դրել է այդ կեղտոտ փողերը չգրանցված, չհաշվառված, մեծածավալ փողերը բռնել։ Ի տարբերություն Մոլդովայում երբ այդ քեշը սկսեցին բռնել, երբ որ Մոլդովայում չկար ՎՏԲ, չկար այդ միր քարտը փակեցին, եւ տեսան էլ ուրիշ տարբերակ չկա, սկսեցին սպորտային պայուսակներով քեշ բերել երկիր։ Մի երիտասարդի մոտ 1 միլիոն 100,000 դոլար հենց օթակայանում հատուկ ծառայությունները միանգամից որս կազմակերպեցին եւ բացի դրանից էլ Տելեգրամը այո վերածվել է նաեւ հավաքագրման հարթակի։ Հետևաբար այստեղ հատուկ ծառայությունները համագործակցաբար մեր համախոհ գործընկեր երկրների հատուկ ծառայությունների հետ այս այլանդակության դեմը պետք է փակեն, որովհետև այդ ժամանակ սա կվերածվի նրա, որ մենք ընդամենը արձանագրում ենք, որ կա հիբրիդային պատերազմ, արձանագրում ենք, որ այո, դրա դեմ պետք է եւ այլն, ու սելը մնա նույն տեղում։ Պարոն Մեհրաբյան, նույնիսկ չճառա։
Եվ որքան էլ որ այդքան էլ ընտրական տրամաբանության մեջ չէ հարցս, բայց ամփոփելով, տեսեք, այս ամբողջի ֆոնին եկեղեցին եպիսկոպոսատ ժողով է հրավիրում Ավստրիայում։ Արդյոք սա նորմալ է, արդյոք սա իր մեջ վտանգներ չի պարունակում եւ ինչի մասին է սա նաեւ խոսում, այսինքն Գարեգին բան այս կերպ ինչ խնդիր է լուծում, որքան էլ որ ամենատարբեր թեմեր հանդես են գալիս քննադատությամբ, ասում են, որ պիտի այդ քայլից ետ կանգնի եւ կամ արգելված է, դա շատ վտանգավոր է, այնուամենայնիվ ունենք այն ինչ ունենք, հիմա ինչպես հասկանալ նաեւ սա։ Ճիշտ է, սա այնպեսի տպավորություն է, որ որոշակի սպասողական վիճակ կա։ Չեմ կարող ասել ինչին են սպասում, որովհետև գուցե տարբեր բևեռներ տարբեր բանի են սպասում, բայց նաև տեսնում եմ, որ այդ Ավստրիայում հավաքը, որը իհարկե արժանի է քննադատության եւ անընդունելի է, երբ հավաքվելու տեղը Սուրբ Էջմիածինն է, բայց այնուամենայնիվ չգիտեմ էլ այդ հավաքը կայանա թե ոչ եւ ինչով կավարտվի։ Բարդ է ասել, մենք հիմա, այո, այս պահի դրությամբ եկեք ֆիքսենք, որ ունենք սպասողական վիճակ եւ գոնե ինձ համար այս պահի դրությամբ պարզ չէ թե հենց առաջիկա կարճաժամկետ հեռանկարում ինչ հանգուցալուծումներ են լինելու, ինչ է մտադիր անել պետությունը, այն բարենորոգչական շարժման նախաձեռնող եւ մասնակից հոգեվորականությունը, կապրենք, կտեսնենք։ Շնորհակալ եմ, պարոն Մեհրաբյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Կհանդիպենք։